Բարև ձեզ սիրելի հետևորդներ, եթերում հայացք դրսից հաղորդաշարն է, այսօրվա մեր հյուրը Վարշավայի համալսարանի սոցիալական գիտությունների դոկտորանտ, քաղաքագետ Հարություն Ոսկանյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք մեզ միանալու համար։ Ես եմ շնորհակալ։ Սկսենք քննարկել մի քիչ համաշխարհային քաղաքական իրավիճակը, ինչպես է գնահատում մեր ներկայիս ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, որովհետև տարբեր քաղաքական տեսաբաններ նշում են, որ համաշխարհային քաղաքականությունը փոփոխությունների է ենթարկվում, բևեռայնության առումով եւ այլն, դուք ինչպես կնկարագրեք ներկայիս համաշխարհային քաղաքական իրավիճակը։ Եթե մի քանի բառով փորձենք նկարագրել, կարելի ասել անկանոն, ոչ հստակ, ժամանակ առ ժամանակ քաոսային, որը շատ հատուկ է, այսպես ասած, ինտերրեգնում ժամանակահատվածում, երբ առաջի աշխարհակարգը վերանում է, բայց նորը դեռ չի ձևավորվում։ Այս ժամանակահատվածում տեղի են ունենում շատ ոչ հստակություններ, բայց դա նորմալ process է, ուղղակի ցավոք ինքը կարող է երկար տևել ու մեծ խնդիրներ ստեղծել տարբեր պետությունների համար, հատկապես խոցելի պետությունների համար, փոքր ժամանակ առ ժամանակ նաև միջին տերությունների համար, եթե ինչ վերաբերում է մեզ, Հայաստանին որպես խոցելի, փոքր ու բոլոր հատկանիշները, որը հատուկ է մեր պես պետությունների համար, կարելի է ձևակերպել հետևյալ կերպ, որ մենք գտնվում ենք շատ վտանգային գոտում։ Ու այս նոր աշխարհակարգի փոփոխությունները, չձևավորված ինստիտուցիոնալ, չձևավորված կոնսենսուսը, հա, նոր պայմանների շուրջ մեծ վտանգ է առաջացնում հենց առաջերտին մեր պես պետությունների համար, ունենալով լուրջ խնդիրներ ու տարածաշրջանում, այո, տարածաշրջանում ունենալով բավականին լուրջ մարտահրավերներ, ախոյաններ։ Ասեցինք, որ միջազգային համակարգը փոխվում է, բայց դա նկարագրելն էլ մի քիչ բարդ է, դուք ասեցիք քաոտիկ իրավիճակ է համաշխարհային քաղաքականության մեջ, բայց մենք կարող ենք արձանագրել, որ տեղի է ունենում արևմուտքի գերակշռությունից դեպի բազմաբևեռականություն այդ քաղաքականությունը այս պահի դրությամբ, ու արդյոք դուք ինչ բևեռներ եք տեսնում կոնկրետ այսօրվա դրությամբ քաղաքականության մեջ։ Շատ լավ հարց եք տալիս եւ այո եւ ոչ։ Հիշում եմ մոտավորապես երբ 5-6 տարի առաջ էր, որ լույս տեսավ մի գիրք, գուցե ավելի վաղ, չգիտեմ, ես կարդացել եմ 2018 թվականին Նիլ Ֆերգյուսոնի Արևմուտքը եւ մնացածը, The West and the Rest, հա, ու ինքը ցույց էր տալի ինչով է առավել արևմուտքը ի տարբերություն արևելքի կամ մնացածների, հա, այսինքն ոչ արևելյան արժեքները կամ արևելյան ավանդույթները կիսող համակարգերի պետությունների, բավականին զգալի էին այդ առավելությունները ու առաջի հայացքից մտածում ես, որ այդ առավելությունները ինչպեսիք են օրինակ, չգիտեմ, սեփականությունը, ավելի ձեռներեցությունը, ինդիվիդուալիզմը, հա, այդ ամեն ինչը, որը արդյունք է նաև կապիտալիզմը, այդ ամեն ինչը մեծ բան է անում, ինչը առավելություն է արևմուտքի, բայց խնդիրը այն է, որ գլոբալիզացիան ու մինչև անգամ գլոբալիզացիան այս ժամանակակից փուլի գլոբալիզացիա նախկինում էլ տեղի ունենում ստանդարտիզացում ու արևմտյան ոճով։ Չինաստանը ինչքան էլ արևելք է, Ճապոնիան ինչքան էլ արևելք է, բայց ինստիտուցիոնալ առումով այն ինչ որ ստեղծվել է ու ինչ որ ստեղծվում է, արևմտյան ինստիտուտների արտացոլումն է, ուղղակի արևելյան շեշտադրումներով, այսպես ասենք։ Դրա համար, որ ասենք արևմուտքը դադարում է ամբողջովին լինել գերակա, գուցե արևմուտքի կոնկրետ ակտորներ, այսինքն Միացյալ Նահանգները, թե այն թրենդները, թե այն ժամանակակից
օրակարգը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները թե մշակույթում, թե քաղաքականության մեջ, թե տնտեսության մեջ, որ կարողանում է թույլ գուցե նվազի։ Չեմ կարծում, որ ընդհանրապես կանհետանա, բայց գուցե նվազի, բայց դրա հետ մեկտեղ աճում է իհարկե Չինաստանի, որոշակի առումով Հնդկաստանի, ա, Լատինական աշխարհում, Լատինական Ամերիկայում, ասենք Բրազիլիայի, Աֆրիկայում շատ աճող պետություններ կա։ Ուրիշ հետաքրքիր process ենք նկատում, որ նոր աշխարհը ու նոր աշխարհակարգը ամբողջովին ըմ, մի պետությունից, մի բևեռից կախված չի լինելու, որն էր օրինակ Սառը պատերազմից հետո, երբ Ամերիկան մնացել էր ամբողջովին հեգեմոն, գլոբալ հեգեմոն ու չի լինելու երկու բևեռներից, որ ունենք նախկինում Սառը պատերազմի ընթացքում ԽՍՀՄ եւ Ամերիկան, ունենալու ենք բազմաբևեռ հետաքրքիր, բայց վտանգավոր աշխարհ, որտեղ ի տարբերություն մնացած աշխարհակարգի, ասենք մինչև առաջին համաշխարհային պատերազմ, մինչև անգամ երկրորդ համաշխարհային պատերազմ, եթե գոյություն ունեն տարատեսակ բևեռներ, հատկապես հիմնականը Եվրոպայում, մենք ունենալու ենք տարբեր բևեռներ կազմված գերազանցապես կազմված միջին պետություններից։ Ենթաբևեռները, այսինքն կլինեն նաև։ Ես չեմ ասում ենթաբեր, ինքը հա կարելի է ասել ենթաբեր, այսինքն ազդեցության գոտիների բաշխում է տեղ ունենալու, արդեն ոչ թե գերտերությունների կամ սուպերտերությունների միջև, այլ միջին տերությունների։ Ես կարծում եմ ավելի գալիս է միջին տերությունների ժամանակը ու բոլորը փորձում են միջին տերությունների ստատուսում հաստատվել։ Եթե նայենք post-սովետական տարածքը, մենք ունենք ակին հետաքրքիր տենդենսներ միջին պետությունների դրսևորումների ու որոնք փորձում են գոնե իրենց տարածաշրջանում հաստատվել ու ստիպել հարևաններին ընդունեն իրենց հենց որպես միջին պետություն կամ միջին պետություն, որը ինքը առանձնահատուկ է միջին պետությունները փոքրի ու գերի, որ ի տարբերություն փոքրի ինքը ավելի այդ ազդեցության տարածաշրջանի ազդեցություն ավելի մեծ է։ Ռազմական առումով էլ է հնարավորությունները ավելի մեծ, գերտերությունների չափ չէ, բայց ասենք ավելի մեծ է տարածաշրջանային հարցեր հակամարտությունների վրա ազդելու, տրանսպորտային տնտեսական տարբեր ուղղություններով աշխատելու ազդեցությունը բավականին մեծ է։ Ես ասեմ, մի հատ ուրիշ կարծիք էլ արտահայտեմ, օրինակ post-սովետական յետխորհրդային տարածաշրջանում կարելի է ասել պատերազմի արդյունքում Ուկրաինան դառնում է միջին տերություն, ռազմական ու հնարավոր է նաև ավարտից հետո պարզ կդառնա ինչքանով Ուկրաինան կդառնա նաև տնտեսական տերություն, ինչ պոտենցիալ ներդրումներ կկարողանա ձգել, այսինքն ամեն ինչ կախված է ինչ ձևով կավարտվի այս պատերազմը, որտեղ ոչ մի բան չի կարելի այս պահին արդեն ասել, որովհետև կարող է ամեն ինչ շատ կատաստրոֆիկ լինել, ավելի վատ լինել ու հələ որ դրան է գնում։ Բայց ռազմական առումով որպես հաստատ, նո այն փաստը, որ ինքը հաստատում է որպես միջին տերություն, արդեն երևում է։ Ադրբեջանը, հեռու չգնանք։ Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի հաստատվի որպես միջին տերություն, տարածաշրջանային միջին տերություն, անգամ անկախ Թուրքիայից, Ռուսաստանի հետ բաց առճակատման գնալով, արևմուտքին ցույց տալով, որ այս տարածաշրջանում ես կարող եմ ունենալ բացառիկ մեծ ազդեցություն, ու ավելի լավ է հենվել իմ վրա որպես տարածաշրջանային ակտոր, քան ասենք, չգիտեմ, Թուրքիայի օրինակ։ Ու կենտրոնական Ասիայում էլ ունենք ինչքան էլ ավելի ակտիվ եռանդ ու ներուժ գործադրել է Ղազախստանը, բայց կարծում եմ այդ դերում էական ու ամենաերևացողը որպես միջին տերություն Ուզբեկստանն է դառնում։ Թե
տրանսպորտային հանգույցների տեսանկյունից, թե արևմուտքի, արևելքի, Ռուսաստանի, արևելք նկատի ունի Չինաստան, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները ճիշտ ա, կազմակերպելու գործում Բնակչության շատ առումով։ հետաքրքիր ստրատեգիա են, շատ ստրատեգիա հետաքրքիր ռազմավարություն ունեն ա, լուր լուր ռազմավարություն է կոչվում, իրենք ավելի այն հարցերում, որտեղ պետք չի կարծիք հայտնեն, իրենք չեն հայտնում, բայց որտեղ էլ պետք է, իրենք ակտիվ իրենց ազդեցությունը ցույց են տալու։ Սա Ուզբեկստանը։ Կան, ուզում եմ ասեմ, ետ խորհրդային տարածքում էլ կան, բայց հետաքրքիր մի հատ էլի տենդենսա նաև նկատվում, շատ սահմանները վերածնում է միջին ու գերտերությունների։ Օրինակ, Ֆրանսիան որպես գերտերություն արդեն այդքան էլ չի երևում որպես գերտերություն, բացառապես նվազել է ազդեցությունը մշակութային, նախկին իր գաղութները ըմբոստացել են իր դեմ, այսինքն չի կարողանում ճիշտ արտաքին քաղաքականությունը կազմակերպի իր նախկին սատելիտների հետ, ասենք, ինչ են ասում, կլիենտ պետությունները, որպես պատրոն։ Չի կարում դա ճիշտ ձևով բանալ ու էլ չասեմ, որ ներքին քաղաքականության մեջ ունի լուրջ խնդիրներ, հա փոփոխվում են իրենց մոտ վարչապետները, կառավարությունը ու կարծում եմ ինչ որ առումով զուտ Ֆրանսիան մնում է զուտ գերտերություն իր միջուկային զենքի առկայության հանգամանքով, բայց մնացած շատ առումներով կան միջին պետություններ, օրինակ Լեհաստանը, որը ավելի ազդեցիկ է, գնալով ավելի ազդեցիկ է դառնում, քան նույն Ֆրանսիան տարածաշրջանում։ Գուցե դեռ դիսպրոպորցիա կա, հա, ռազմական ներուժի, բայց դա էլ է ժամանակի ընթացքում լրացում։ Սա գերտերությունների կամ միջին տերությունների սահմանների արդեն մոտեցման կամ սահմանները լղոզված լինելու հանգամանքի վերաբերյալ։ Ամեն դեպքում միջազգային տենդենսներին զուգահեռ մենք ունենք մի այլ միջավայր, որը Հայաստանում է ու որը որ կարծես թե չի տեղավորվում մեր կատեգորիաներից ոչ ոքի մեջ, չնայած որ հա համարում ենք իրան պոստսովետական տարածաշրջան, բայց նորից չի համապատասխանում ձեր նշած միջին պետության կատեգորիային, ավելի փոքր պետությունների շարքին ենք իրեն դասում ու փոքր պետությունները սովորաբար ավելի շատ են ազդվում գլոբալիզացիայից, քան միջին տերության ձգտող երկրները։ Հիմա երբ որ խոսում ենք գլոբալիզացված նոր համակարգի, աշխարհակարգի մասին, օրինակ Հայաստանում տիրող իրավիճակը ներքաղաքական, որքանով է այդ գլոբալ ազդեցությունների թիրախում ու ինչքանով է կարողանում այդ գլոբալիզացիան բացասական ազդել Հայաստանի վրա, որովհետև շատ շատերը, ովքեր որ դեմ են, հա, արևմտյան արժեքներին, այդ գլոբալիզացիային ու նման գաղափարներին, պնդում են, որ օրինակ եկեղեցու դեմ արշավները հենց գլոբալիզացիայի հետևանք է, պնդում են, որ Եվրոպական միության գնալու Հայաստանի քայլերը պայմանավորված են այդ ներքաղաքական ճնշումներով եւ այլն, դուք ինչպես կնկարագրեք գլոբալիզացիան կարողանում է արդյոք ազդել Հայաստանի վրա այդ տեսանկյունից։ Վերաբերում է գլոբալիզացիային, մի քիչ համամիտ չեմ, որ գլոբալիզացիայի հետ կապված Հայաստան ավելի խոցել է դա, որովհետև գլոբալիզացիան այլևս ու երկար ժամանակ է ինքը արևմտյան ֆենոմեն չէ։ Առաջի երթին գլոբալիզացիա, եթե տնտեսական գլոբալիզացիային է վերաբերում շահառուն, ասենք, Չինաստանն է, որին շատ օգուտ է այդ գլոբալիզացված աշխարհատնտեսական կապերի ուղիների ու ողջ ենթակառուցվածքների հետ միասին։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստան, գլոբալիզացիան չի խնդիրը, խնդիրը իր բնական սուբյեկտիվ, ինչ որ նաև օբյեկտիվ խոցելիությունն է։ Խոցելիությունը պայմանավորված այն խնդիրներով, այն պատմական անցյալով ու այն
համակարգային խոցելիությամբ, որը մնացել է դեռ այդ սովետական ժամանակահատվածից ու մինչև հիմա չի ձևավորվել անվտանգային պաշտպանողական այն մեխանիզմերը, որ թույլ կտար մեզ գոյատևել։ Դրան վերաբերում են նաև դիվանագիտական անվտանգային մեխանիզմները, հա։ Այսինքն մենք կախվածություն ունենալով Ռուսաստանից փորձում ենք հիմա բալանսավորել ոչ թե արտաքին քաղաքականությունը հավասարակշռել, այլ փորձում ենք հավասարակշռել կախվածությունը։ Այսինքն մենք փորձում ենք ավելի կախված լինել մի քանի տեղերից, որպեսզի նվազեցնենք մեկից կախվածությունը, քանի որ հասկացանք, պայմանական ասենք, արտաքին քաղաքականության հեղինակները հասկացան, որ դա ավելի վտանգավոր է։ Բայց դեռ դա չի նշանակում, մենք դեռ արդյունքը չենք տեսել, որքանով է վտանգավոր լինելու նաև կախվածությունը հավասարակշռելու քաղաքականություն մի քանի բևեռներից։ Խնդիրը նաև հետևյալն է, որ փոքր պետությունները, ինչպես որ Հայաստանն է, ավելի մեծ հնարավորություն ունեն արտաքին քաղաքականության մեջ մանևրելու։ Դա պլյուսներից մեկի տարբերություն ասենք գերտերություններ, որոնք ավելի հստակ կոնկրետ օրակարգ են հետևում, պայմանավորված իրենց ստատուսով, հնարավորություններով, հա, իրանք ավելի չեն շեղվում իրենց ճանապարհից։ Մենք ենթարկվում ենք միշտ ազդեցությունների։ Դրա համար չեմ կարծում գլոբալիզացիայի խնդիրը, կարծում եմ տարածաշրջանային ու ստրուկտուրային խոցելիություններն են, որի պատճառով Հայաստանի արտաքին քաղաքականությունը միշտ ենթարկվում է փոփոխությունների ու չկա հստակություն։ Մի ամիս առաջ կարող է արտաքին գործերի նախարարը ասել, որ օրակարգում չկա Եվրամիության միանալու խնդիր, մի ամիս հետո նույն կուսակցության պատկանող, չգիտեմ, թիմը օֆիցիալ ինչ-որ բան ընդունի, ինչ են ասում, հա, որ մենք մեր քաղաքականության մեջ Եվրամիությանը միանալու բանը, սա կետը շատ կարևոր է, ասենք, չգիտեմ, մենք հետևելու ենք դրան։ Այսինքն համեն են ասում, զուտ էդի առաջ երթին ոչ կանոնավոր, ոչ հստակ ընկալումներն է, ինչ պետք է անենք։ Երկրորդը, որ Հայաստանը որպես պետություն ինքը բաց է, ճակերտավոր բաց է ազդեցությունների, որովհետև խոցելի է անվտանգության խնդիր ունի։ Երրորդ նաև կարևոր հանգամանքը նաև ռեժիմի անվտանգության խնդիրն է, այսինքն ռեժիմը որպեսի գոյատևի, ռեժիմը թող բացասական իմաստով չհասկանան, թող կարանք ասենք քաղաքական համակարգը, հա, այսինքն իշխանություն, ադմինիստրացիա, իշխող կառույցը, բայց դե ռեժիմ է, որպեսի գոյատևի, զգալով նաև իր խոցելիությունը, օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, շատ ակտիվ մանևրում է, փորձում է մանևրում, գուցե իրենց ընկալմամբ շատ վարպետորեն փորձում են մանևրել, որպեսի իրենց գոյությունը պահեն ու նաև վերածնվեն կամ շարունակեն արդեն մյուս տարի ընտրություններից հետո շարունակել իրենց քաղաքականությունը։ Կարծում եմ հիմնականը երեք պատճառներից է, եթե ամփոփեմ, հա, այս հատվածը երեք պատճառն է, այսինքն պատմական անցյալ, համակարգային խոցելիություն եւ ռեժիմի պահպանման պայքարը։ Բայց նաև ունենք մի իրավիճակ, երբ որ պետությունը, որը ձգտում է գնալ Եվրոպական միություն կամ գոնե դրան հայտ է ներկայացնում ու փորձում է համապատասխանել, հա, այդ չափանիշներին, պետք է նաև ունենա ներքաղաքական զարգացած խորհրդարանական համակարգ, պետք է ունենա զարգացած ինքը լինի որպես պետություն ժողովրդավարական, բայց այսօր մենք ցավով եմ արձանագրում, բայց ունենք մեծ թվով քաղբանտարկյալներ, ունենք նաև ռազմագերիներ, ովքեր Ադրբեջանում են, հա, ու այս հաղորդման նպատակը հենց հայացք դրսից ուզում եմ հասկանալ նաև ձեր տեսակետը
դրսից ինչպես է ընկալվում Հայաստանը ու դուք ինչ լուծումներ եք առաջարկում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Դրսից առաջին մի քանի մասի բաժանենք ձեր հարցադրումը։ Առաջինը կարծում եմ, որ փաստը Եվրոմիության տարբեր անդամների փաստից ելնելով Եվրոմիության կարող ենք ասել, որ այդքան էլ տենց չէ, որ պարտադիր պիտի ժողովրդավարություն ու ժողովրդավարական զարգացած համակարգ ձևավորվի, ասենք, չգիտեմ, ունենք Բուլղարիա, ունենք, չգիտեմ, Ռումինիա, որտեղ շատ կասկածելի արդյունքներ տեղի ունեցավ ընտրությունների, որովհետև նախորդ ընտրությունների արդյունքները զուտ մերժեցին ելնելով տեխնացուի ինքնությունից կամ քաղաքական հայացքներից, հա, մի քիչ այդտեղ շատ խնդիրներ կան։ Նույն Իտալիայում, ասենք, Իտալիայում կոവിഡից հետո ռեսուրսները չկարողացան ճիշտ վերականգնան ռեսուրսները ծախսեն Իտալիայում ու պետությունը կանգնեց, ասաց, ես ի վիճակի չեմ կառավարել յետ կոവിഡյան, յետ համաճարակային ազդեցության հետևանքները լուծել Իտալիայում, բայց գումարը հետ եմ տալ։ Այսինքն ես գումարը վերցրել եմ, բայց չեմ կարող։ Սենց ֆենոմեն եղավ։ Ուրեմն ասեմ, այնց չի, որ կառավարման տեսանկյունից այնտեղ ամեն ինչ շատ հարթ է, ավելի զարգացած է, չէ։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, Եվրոպական, ինչը ոնց են մեզ ընկալում։ Շատ ասեմ, մենք միշտ ունենք պաթոսային պատկերացում, որ մենք շատ կարևոր ենք, մենք չգիտեմ, չէ, Հայաստանին ընկալում են շատ պարզ տեսանկյունից, սենց ասեմ, որքանով է գործողությունների իշխանության հակառուսական, որքանով ոչ։ Ոչ մեկի չի հետաքրքրում բնական, որ Հայաստանում ժողովրդավարությունը, Հայաստանում սենսն է, բոլորն էլ իհարկե աչք են փակելու ոչ ժողովրդավարական գործողությունների վրա, որը տեղի ունենում Հայաստանում, եկեղեցու դեմ, ազատ խոսքի դեմ, մարդկանց առանց որևէ բանի հստակ քրեական, չգիտեմ, հետքերի վերցնում կալանավորում են, զրպարտում են, զրպարտելու ինստիտուտը լավ զարգացած է, արդեն լավ բարձր ինստիտուցիոնալիզացվել է, այսպես ասենք։ Հայաստանում ու բնականաբար բոլորին է աչքը փակելու, որովհետև եթե ինչ-որ քայլերով ցույց է տալի իշխանությունը, որ անում է հակառուսական գործողություն, դա ավելի լավ է արևմուտքի համար, քան ինչ-որ իշխանություն գա, որը հնարավոր է դեպի Ռուսաստանի հետ մերձեցման քաղաքականություն տանել ավելի հստակ։ Չնայած նրան, որ ես չեմ կարող ասել, որ գործողությունները տվյալ մեր իշխանությունների հակառուսական են ամբողջովին, ես դրան հակված չեմ, բայց այն, ինչ իրենք փաթեթավորում են, բրենդավորում են ու ներկայացնում են արևմուտքին, դա որպես աշխատում է հակառուսական քաղաքականություն ու կարողանում են իրենց այսպես ասած ապրանքը լավ առաջ տանել արևմուտքում։ Համար կարծում եմ, չէ, արևմուտքին հետաքրքրում է որքանով է հակառուսական տվյալ իշխանություն։ Եթե հակառուսական, всё, խնդիր չկա, գնալու ենք առաջ ավելի մեծ ուժգին ենք սատարելու տվյալ իշխանություններին։ Ինչպես արվեց օրինակ, որ Մոլդովայում շատ կասկածելի ինչ-որ խարխշտի ընտրություններ տեղի ունեցավ, երբ որ քաղաքացիների մեծամասնությունը, քանի որ Ռուսաստանը բնակ են, Ռուսաստանում էին ապրում, հետևաբար իրանք ընտրություններին, այսպես ասած, չմասնակցեցին։ Ու բոլորին հետաքրքրող հարցը, ինչ կլինի 2026 թվականի ընտրություններից հետո ձեզ, արդյոք իշխանությունը հնարավորություն ունի վերարտադրվելու, արդյոք ընդդիմությունը հնարավորություն կունենա նորից խորհրդարանում տեղեր զբաղեցնելու կամ արդյոք ընդդիմությունը հնարավորություն կունենա իշխանություն դառնալու։ Ընդդիմությունը, եթե վերցնենք որպես կոլեկտիվ, չեմ կարծում, հա, որտեղ բազմաբևեռ է հայկին ընդդիմությունը Հայաստանում, որ նաև հենց նրա ամենամեծ խոցելի կետերից մեկն է, չնայած հստակ այն
խնդիրների, որ գոյություն ունեն Հայաստանում եւ կարող էին համախմբել ընդդիմությանը, բայց չէ, հա, կա ընդդիմություն բազմաբեռ, ինքը մոնոլիտ տես կառուցվածք չի մեր ընդդիմությունը։ Թեկուզ իշխանությունն էլ այդքան մոնոլիտ չի, ընդեղ էլ կան ա, կենտրոնախույս ինչ որ էլեմենտներ, դեռ չի տենց ակտներով շատ երևում, բայց կա բնականon ինչ որ տարբեր տեսակի մեսեջներ թույլ են տալի մեզ տենց ընկալել։ Կարծում եմ իշխանությունը մեծ հնարավորություն ունի վերարտադրվելու։ Արդեն ինչ որ մնացած գնահատականներ չտան, որտեղ զուտ դեռ ես չեմ տեսնում այն գործողությունների ծրագիրը, բացի մի քանի, ասենք, կան օբյեկտիվորեն լավ ընդդիմության որոշ ներկայացուցիչների կողմից կան այլընտրանքային լավ ծրագրեր, օրինակ impeachment-ի հետ կապված այդ process-ը, բայց դեռ մասսական կոնսոլիդացիա չեմ տեսնում այդ Ձախողվեց ամեն դեպքում իմպիչմենտը կապված իրենց թեկնածուի ձերբակալության հետ, նորից սա էլ իշխանությունը Դե մանիպուլացրեց։ վերջնական չեմ կարծում, եթե ուզենան ճիշտ անգամ դա բրենդավորեն, կարելի է նաև օգուտներ քաղել։ Պրոցեսը երևի թույլ կտա տեսնել նաև մնացած արդյունքները, բայց ընդհանուր ասեմ շանսեր օբյեկտիվորեն ռացիոնալ տեսնում եմ ընդդիմության մոտ դեռ ցավոք չեմ տեսնում։ Կարծում եմ իշխանությունը դեռ միանձնյա, քանի որ իշխանությունը միանձնյա է մեր մոտ, իր ձեռքում է պահում ու կառավարում է ընդհանուր ներքաղաքական հոսույթը ու process-ը։ Եվ այսպես ամփոփելով, հա, ուզում էի մի փոքր էլ խոսենք Հարավային Կովկասից, որովհետև երբ որ մենք մեր արտաքին քաղաքական վեկտորն ենք որոշում, հա, ձեր նշած Արևմուտքը, Ռուսաստանը երկու հիմնական տարբերակներն են, ուզում էի նաև առաջարկել դուք արդյոք ստեղծված իրավիճակում կարելի է Իրանին դիտարկել որպես այլընտրանք եւ կարող է օրինակ Հայաստանը Իրան-Արևմուտք այս հակասությունների ֆոնին կարողանալ բալանսավորել իր արտաքին քաղաքականությունը ու հայ-իրանական հարաբերությունները հօգուտ Հայաստանի զարգանան օրինակ։ Միշտ հնարավորություն կա։ Որպեսզի այդ հնարավորությունից օգտվել, պետք է ճիշտ մարդիկ ճիշտ տեղում լինեն, իհարկե կա հնարավորությունը։ Իրանը նաև բացի դրանից, բացի դեր նշածից հնարավոր էր, որ միշտ էլ Հայաստանը գտնվեր այն միջնորդ օղակում Արևմուտքի ու Իրանի կապող ու նաև հարթակ հանդիսանար այդ բանակցությունների, այլ ոչ թե օրինակ չգիտեմ պայմանական ասեմ Միացյալ Արաբական Էմիրություններ կամ ինչ-որ ուրիշ տեղ լիներ, այլ օրինակ հենց Հայաստանը լիներ, որովհետև կա մեծ հարգանք, կա մեծ քաղաքական նաև մշակութային վստահություն Հայաստանի նկատմամբ երկու կողմի մոտ էլ, բայց որպեսզի այդ վստահությունը ավելի առարկայանա, պետք է գործողություններ, պետք է արտաքին քաղաքականության դիվանագիտական կորպուսի գործողություններ։ Չեմ կարող տվյալ պայն ասեմ, ինչ կարող է Իրանը մեր դեպքում անել, որովհետև Իրանը ավելի շատ այս պայն ունի վերջի հունիս ամսին տեղի ունեցած, հա, մայիս-հունիս այդ լարվածությունը հունիս ամսին տեղի ունեցած այդ ռազմական գործողությունից հետո վերաիմաստավորել, վերակազմակերպվելու, վերաբուժելու իր ներքին վերքերը, չեմ կարծում դեռ ինքը ավելի ակտիվ քաղաքականությանը պատրաստ, այն էլ Հայաստանի դեպքում։ Դրա համար ինքը ավելի պասիվ է։ Դեռ չեմ տեսնում ինչ որ ռեալ հնարավորություններ Իրանի կողմից մասնակցելու թե անվտանգային, թե մնացին, գուցե տնտեսական, հա, բայց անվտանգային քաղաքականության գործում դեռ չեմ տեսնում։ Շնորհակալ ենք շատ։
Շատ բազմաբովանդակ զրույց էր, մեր Zoom հանդիպումն էլ արդեն մոտենում է իր ավարտին։ Շնորհակալ ենք շատ մեր հրավերը ընդունելու եւ մեզ միանալու համար։ Ես եմ շնորհակալ, մաղթում եմ ամենաբարիք, հուսով եմ, այս ծանր ժամանակահատվածում առանց լուրջ խնդիրների հնարավոր կլինի դուրս գալ։ Շնորհակալություն շատ։ Հաջողություն ձեզ։ Սիրելի հետևորդներ, հիշեցնենք, որ ավարտին մոտեցավ Հայացք դրսից հաղորդաշարը եւ մեր հյուրն էր Վարշավայի համալսարանի սոցիալական գիտությունների դոկտորանտ, քաղաքագետ Հարություն Ոսկանյանը։ Մինչ հաջորդ հանդիպում։